Ես ձեզ այս մասին հուշում եմ, որպեսզի դուք ձեր թվերը ճիշտ օգտագործեք, հասկանաք։ Դուք պետք է հասկանաք, որ ձեր երազանքի մտքի հետ կապված, ընդհանրապես կամ ապագայի հետ կապված, այն ինչ դուք երազում եք, դուք պետք է հասկանաք, որ դրանք ձեր ապագա ֆայլերն են, որովհետև ձեր հաջողությունը հետո ապագայում երաշխավորված է, ձեր պոտենցիալը բացելու, ճանաչվելու, ինչու՞ չէ, բայց դուք պետք է սովորեք կոնտրոլ, ոչ մեկին չանել, որովհետև պետք է հասկանաք, որ այստեղ իմ 8 թվին բարև ձեզ մոտիկ է, այստեղ դուք պետք է հասկանաք, որ 8 թիվը Սատուրնը մեծ դեր է խաղալու ձեր կյանքում, ձեր մոտ պետք է ամեն ինչ հավասարակշռված բալանսի մեջ լինի, ինչպես հոգևորը, որովհետև դուք տիեզերական մարդիկ եք, ունեք հակում աստրոլոգիայի, տարոլոգիայի, IT ոլորտում, միգուցե բացեք ձեր պոտենցիալը, դուք միայն երբ որ այդ բալանսը կլինի հոգևոր և տիեզերականի, այդ ժամանակ ձեր մոտ նոր կգան գումարները, իսկ եթե կոնտրոլ անեք պահեք, այդ ժամանակ չի գալիս գումար։ Խնդրեմ, 14-ը շատ լավ թիվ է, իմ սիրած թվերից մեկն է, սա Վեներայի թիվն է, բալանս, ձեր կյանքում պետք է միշտ լինի բալանս, բայց քանի որ մեկին